Ըստ խնդրի, Արեգը առաջին օրը անցավ ճանապարհի 10%-ը, երկրորդ օրը նա անցավ մնացած ճանապարհի 20%-ը, երրորդ օրը մնացածի 30%-ը եւ այդպես յուրաքանչյուր օր ավելացնելով մնացյալ ճանապարհի անցնելիք մասը 10%-ով շարժվեց այնքան, մինչև անցավ ողջ ճանապարհը, որտեղից ստացվում է, որ կարևորդ օրը նա անցնում է մնացած ճանապարհի անգամ 10%-ը։ Տեսեք, դա առաջին օրը 1 անգամ 10, երկրորդ օրը 2 անգամ 10, երրորդ օրը 3 անգամ 10 եւ այդպես շարունակ։ A պահանջը հետևյալն է, քանի օրում է Արեգն անցել ողջ ճանապարհը եւ B պահանջը հետևյալն է, որ օրն է ամենից շատ ճանապարհ անցել Արեգը։ Հիմա եկեք A պահանջը լուծենք, որը շատ ավելի արագ կստացվի, քան B պահանջը, բայց երկուսն էլ հետաքրքիր միտք են իրենց մեջ պարունակում։ Դե տեսեք, Արեգի վերջին օրը անցած ճանապարհը։ Ինչպես ենք հասկանում, որ օրն է անցել Արեգը ամբողջ ճանապարհը։ Եթե ամեն օր անցնում է այդ օրը բազմապատկած 10%-ով մնացած ճանապարհի, նշանակում է, որ վերջին օրը նա պետք է անցնի 100%-ը մնացած ճանապարհի, որպեսզի ավարտի ամբողջ ճանապարհը։ Վերջին օրը ենթադրենք կան է Արեգը կանցնի մնացած ճանապարհի 100%-ը։ Ինքն վերջին օրը մնացածի 100%-ը պետք է անցնի։ Մյուս կողմից ըստ տրված բանաձևի, այսպես ասենք, կանցնի կարևորդ օրը անգամ 10%-ը։ Ահա։ Դե որտեղից էլ արդեն ստանում ենք, որ անգամ 10-ը պետք է լինի 100։ Այսինքն կան մեզ մոտ 10-րդ օրն է։ Շատ լավ, ստացվեց Արեգը 10-րդ օրը կանցնի ողջ ճանապարհը։ Սրան դեռ կանրադառնանք ամփոփման ժամանակ, հիմա փորձենք լուծել B պահանջը։ Հարցը հետևյալն է, որ օրն է ամենից շատ ճանապարհ անցել Արեգը։ Ինչպես կարելի է դա լուծել։ Դե պետք է ուղղակի հաշվել յուրաքանչյուր օրը Արեգը ճանապարհի որ մասն է անցնում եւ դրանից որոշակի եզրակացություններ անել։ Առաջին օրը, դե եկեք ընդհանուր ճանապարհը թող լինի x եւ առաջին օրը տեսնենք ինչքան մասն է անցնում։ Առաջին օր նա անցնում է ողջ ճանապարհի, դե քանի որ առաջին օրն է, դեռ մնացած ճանապարհ չկա, ընդհանուր ճանապարհն է 10%-ը, այսինքն 10/100 անգամ x մասը։ Ուստի մեզ մոտ կմնա մնացած ճանապարհը, եթե անցնում է 10%-ը, ահա այսքանը, կմնա 90%-ը, ինքն կմնա 90 100-րդ անգամ x։ Շատ լավ, իսկ երկրորդ օրը ինչքանն է անցնում։ Դե երկրորդ օրն էլ մնացած ճանապարհի 20%-ն է անցնում, այսինքն 20 100-րդ անգամ 90 100-րդ եւ դա անգամ x։ Ահա այսքան մասը։ Դե իսկ մնացած ճանապարհը մեզ մոտ կլինի այս դեպքում, եթե այս ճանապարհի 20%-ն է անցնում, նշանակում է մնում է դրա 80%-ը, այսինքն 80 100-րդ անգամ 90 100-րդ եւ սա էլ բազմապատկած x-ով։ Շատ լավ։ Եվ իհարկե մենք ամենավերջում համեմատելու ենք իրար հետ, ահա այս կտորները։ Դրան ուշադրություն դարձնենք եւ եթե ձեզ թվում է թե հաշվարկը մենք շատ երկար ենք անելու, իրականում ոչ, սպասենք դեռ 5-րդ օրից հետո ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է լինելու։ Երրորդ օրը ինչ իրավիճակ կլինի, դա անցնելու է 30%-ը մնացած ճանապարհի, իսկ մնացել էր ահա այսքան ճանապարհ։ Որպեսզի նորից չգրամ, ուղղակի կվերցնեմ այստեղից եւ կկրկնապատկեմ։ Եկեք այս ամանն էլ մի քիչ հեռու տանենք, որպեսզի մեզ չխանգարի։
ավելի պարզ է երևում, թե ինչ ունենք եւ ինչ է մնում։ Այս իրավիճակում արդեն կմնա դա 30% է։ Հետևյալ ճանապարհի 30%-ն է անցել, ահա այստեղ նշանակում է մնացել է 70%, այսինքն 70 100-րդ անգամ ահա այս կտորը։ Այսքանը վերև հանենք մի քիչ ու շարունակենք մեր հաշվարկը։ Դե 4-րդ օրը ինչ իրավիճակ կլինի։ Իդեպ նկատեք, որ մենք դեռ ոչ մի համեմատություն չենք անում։ Առայժմ ինչ որ հաշվում ենք, թե որ մասն են անցել ու ինչքան է մնացել։ Պետք է անցնի 40 100-րդ մասը 4-րդ օրը մնացած ճանապարհի, իսկ մնացած ճանապարհը հետևյալն է։ Հետևաբար կմնա 60%, այսինքն 60 100-րդ անգամ մնացած ճանապարհը։ Դիտարկենք արդեն 5-րդ օրը։ Միակ բարդ կտորը այստեղ հետևյալ հաշվարկն է։ 5-րդ օրը նա կանցնի մնացած ճանապարհի 50%-ը։ Նկատենք, որ 50%-ը կեսն է ամբողջի, այսինքն մնացած ճանապարհի կեսը կանցնի 5-րդ օրը։ Ուստի կմնա մյուս կեսը։ Ահա։ Եվ դա եթե կանցնի մյուս ճանապարհ, եւ եթե իրեն մնացել է անցնելու մյուս ճանապարհի կեսը, դա նշանակում է, որ հենց 5-րդ օրից հետո նա միշտ իր 5-րդ օրից քիչ ճանապարհ է անցնելու։ Սա նշենք 5-րդ օրից հետո միշտ անցնելու է ավելի քիչ ճանապարհ, քան հենց 5-րդ օրը, եւ ինչու է այդպես ամեն ինչ կատարվում։ Որովհետեւ եթե մենք ունենք ահա այսքան ճանապարհ, ահա 5-րդ օրը նա պետք է ենթադրենք մնացել է այսքան կտոր, պետք է անցնի սրա կեսը։ Ահա անցավ այսքանը։ Հիմա մեզ մնացել է հենց 5-րդ օրվա անցածի չափ ճանապարհ եւ այն էլ գիտենք, որ ամբողջությամբ չի անցնում, այլ անցնում է դրա որևէ մասը, որտեղից արդեն հետևում է, որ ավելի քիչ է անցնում, քան անցել էր 5-րդ օրը։ Իգն հենց միտքը, որ 5-րդ օրվա անցածը կիսում է այդ մնացած ճանապարհի երկարությունը եւ մնացած օրերը 5-րդ օրվա ճանապարհի ինչ որ մասն է անցնում, մեզ արդեն եզրակացնում է նրան, որ 5-րդ օրից քիչ է անցնում։ 5-րդ օրվա ճանապարհից քիչ է անցնում մնացած բոլոր օրերին։ Ինքն 5-րդ օրվա անցածը մեծ է 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ օրվա անցածներից։ Եվ այն էլ այստեղ նույնիսկ կարող ենք հետևյալ տեսքի պնդում անել, որ հետևյալ ձևով է ամեն ինչ, այսինքն 10-րդ օրը ամենաքիչ ճանապարհն է անցնում եւ դա այն միտքն է պարունակում իր մեջ, որ սրանից սկսած մնացած ճանապարհի կեսից շատն է անցնում, ուստի միշտ մնում է կեսից քիչը 5-րդ օրից սկսած, այսինքն 6-րդ օրը անցնում ենք 60%-ը ճանապարհի արեգն է անցնում, մնում է 60-ից մնում է 40%-ը կեսից քիչ, ուստի ավելի քիչ, քան անցել է, եւ միշտ այսպես է լինում մինչեւ 10-րդ օրը, հետեւաբար ահա այս կապը ունենք 5-րդ օրից հետո, եւ մեզ ուղղակի մնում է հասկանալ, թե սրանցից ամենաշատը որ օրն է անցնում։ Իրականում որոշակի կրճատումներ պետք է անենք։ Ինչքան էլ ծանր թվա, եկեք ահա այս ամենը կողք բերենք եւ հենց մեր հաշվարկը հետեւյալ հատվածում էլ կատարենք։ Դե ինչ ունենք 10 100-րդ անգամ x ուղղակի x 10-րդ։ Այս արտադրյալի արդյունքում մենք ունենք ուղղակի 18 100-րդ։ Եվ տեսեք ամեն անգամ 0 է կրճատվելու, դրա համար մեզ ընդհանուր հայտարարի է պետք լինելու բերել
Եկեք դրա համար վերջից սկսենք, որպեսզի զրոները կարողանանք ապահովել։ Այստեղ բոլոր զրոները մեզ մոտ կրճատվելու են, ամեն մեկից մի զրո է կրճատվելու, եւ դրա արդյունքում մենք համարիչում ունենալու ենք ուղղակի 5 անգամ 6 անգամ 7 անգամ 8 անգամ 9 մեծ թիվը միգուցե թվում, բայց ուղղակի ընդհանուր հայտարարի ենք բերում եւ դիտարկում հայտարարը, կներեք համարիչները, եւ դե հայտարարից յուրաքանչյուրից մի զրո կրճատվելու է, ահա այս տեսքով, եւ դրա արդյունքում ունենալու ենք հայտարարում 5 հատ զրոներով թիվ, այսինքն 100,000 եւ այստեղ x։ Օրինակ վերևում մեզ մոտ կրճատվելու են բոլորը, ահա, ունենալու ենք 4 անգամ 7 անգամ 8 անգամ 9 2 0 1 6, իսկ հայտարարում, քանի որ 4 0 է, ունենալու ենք 10,000, բայց կարող ենք մի զրո ավելացնել, որ ուղղակի համընկնի սրա հետ հայտարարը, որպեսզի կարողանանք հետո իրար հետ համեմատել կոտորակները։ Եվ դե երրորդ օրը ինչ իրավիճակ կլինի, ունենք ուղղակի 3 անգամ 8 անգամ 9, եթե դիտարկում ենք ահա այս կրճատված կտորները։ Ստացվում է 216 ու բաժանում ենք ուղղակի 1000-ի վրա։ Բայց դե որպեսի նախորդների հետ համընկնի հայտարարը, ուղղակի հայտարարում 2 զրո ավելացնենք, համարիչում նույնպես, եւ այստեղ x, ու նույնն էլ անենք վերևի 2 հատում, դե այստեղ հայտարարում ունենք 2 զրո, հետևաբար 3 պետք է ավելացնել, տեսեք, ուղղակի այնպես ենք անում, որ հայտարարները բոլորի համընկնեն, քանի որ ամենամեծ հայտարարը 5-րդ օրվանն էր մեզ մոտ 100,000 ունեինք, մնացածը ուղղակի հայտարարը այնպես ենք անում, որ 100,000-ի հավասարվի, օրինակ այստեղ 4-րդ օրը հայտարարը 10-ով է պետք բազմապատկել, հետևաբար համարիչն ենք 10-ով բազմապատկում, երրորդ օրը հայտարարն ու համարիչը 100-ով ենք բազմապատկում, երկրորդ օրը բազմապատկում ենք 1000-ով, իսկ առաջին օրը մենք պետք է բազմապատկենք, տեսեք, այստեղ 100 ունենք, իսկ այստեղ 100,000 էր, հետևաբար այստեղ ենք բանով բազմապատկում, հետևյալ հատվածում էլ արդեն կունենանք կա 100, մենք ոչ միայն չենք կրճատում, այլ նաև 1000-ով բազմապատկում ենք։ Ահա այսքան x։ Եվ արդեն այստեղից կարող ենք նկատել, որ 10,000 ունենք, 18,000 ունենք, այսինքն առաջին օրը անցածը, կներեք, փոքր է երկրորդ օրվա անցածից, երկրորդ օրվա անցածը փոքր է երրորդ օրվա անցածից, իսկ երրորդ օրվա անցածը արդեն մեծ է 4-րդ օրվա անցածից, այստեղ ունենք 21,600, իսկ այստեղ 20,160, իսկ 4-րդ օրվա անցածը մեծ է 5-րդ օրվա անցածից, այսինքն անցած ճանապարհներն են ըստ մեծության կլինեն հետևյալ կերպով դասավորված, առաջին օրն է անցել, դրանից հետո երկրորդ օրը ավելի շատ ճանապարհ է անցել, երրորդ օրը ավելի շատ ճանապարհ է անցել, հետո երրորդ օրը ավելի շատ ճանապարհ է անցել, քան 4-րդ օրը, 4-րդ օրը ավելի շատ, քան 5-րդ օրը, դե իսկ 5-րդ օրից հետո հետևյալ տեսքով։ Եվ սա էլ մեծ է 10-րդ օրվա անցածից, որտեղից էլ ակնհայտ ստանում ենք, որ երրորդ օրը ամենաշատ ճանապարհն է անցել։ Դեն այստեղ ունենք պատասխան երրորդ օրը։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը, միգուցե խճճող լինեին ինչ-որ հաշվարկներ, ավելի լավ անցնենք ամեն ինչի վրայով։ Հիմա, ապահանջը ինչպես մենք լուծեցինք։ Մենք գիտենք, որ վերջին օրը անցել է մնացած ճանապարհը ամբողջությամբ։ Իսկ ինչ է նշանակում անցնել մնացած ճանապարհը ամբողջությամբ։ Նշանակում է անցնել այդ ճանապարհի 100%-ը։ Բայց մյուս կողմից, եթե վերջին օրը ինչ-որ կայրորդ օրն է, պետք է արեգ անցնի կա անգամ 10%-ը։ Հետևաբար ստացվում է, որ կա անգամ 10-ը մեզ մոտ հենց 100%-ն է, որտեղից էլ ակնհայտ կան 10-րդ օրն է։ Այսինքն 10-րդ օրը 10 օրում արեգը կանցնի ամբողջ ճանապարհը։ Հիմա ինչ վերաբերվում է B պահանջին, ինչպես ենք մենք այն լուծել։ Ինչ ենք ենթադրում։ Առաջին օրը անցել է ամբողջ ճանապարհի 10%-ը։ Ենթադրեցինք, թե ամբողջ ճանապարհը x է եւ արտահայտեցինք այդ ամենը։ Հետո
արդյունքում մնաց մեզ մոտ 90%, այսինքն ահա այս մասը մնաց։ Երկրորդ օրը անցավ 20%-ը մնացած ճանապարհ, իսկ մնացած ճանապարհը հետևյալն էր, դրա 20% ունենք այստեղ։ Եվ արդյունքում մնաց, եթե 20%-ը անցել է Արեգը երկրորդ օրը, հետևաբար մնացել է 80%-ը, երրորդ օրը անցել է մնացած ճանապարհի, ահա այս կտորի 30%-ը, ուստի մնացել է դրա 70%-ը։ Չորրորդ օրը անցել է մնացած ճանապարհը արդեն ահա այս արտադրյալն է 40%-ը, հետևաբար մնացել է 60% այդ մնացած ճանապարհի, իսկ 5-րդ օրը անցել է 50%-ը։ Մնացած ճանապարհը մեզ մոտ հետևյալն էր, ահա սա մեր մնացած ճանապարհն է։ Դրա 50%-ն է անցել եւ դե 50%-ն էլ մնացել է, այսինքն ինչքան անցել է, այդքան մնացել է։ Ու սրանից հետո հետևյալ փաստն է ստացվում։ Ունենք ինչ-որ ճանապարհ եւ դրա կեսը անցել է 5-րդ օրը։ Մնացած օրերը Արեգը ոչ միայն չի անցնում ահա այս ճանապարհը ամբողջությամբ, այլ նաեւ դրա ինչ-որ մասն է անցնում, ինչ-որ կտոր է անցնում։ Այս մնացած ճանապարհի 60%-ն է, ասում սա կեսն է, սա 60 է, ակնհայտ ավելի քիչ է անցնում, քան 5-րդ օրը։ Ոչ միայն չի անցնում այդ ամբողջ ճանապարհը, այլ նաեւ դրա ինչ-որ մասն է անցնում, հետեւաբար քիչ է անցնում։ Ու ամեն հաջորդական օր ավելի քիչ է անցնելու, որովհետեւ մնացած ճանապարհ ենք ունենալու ու գիտենք, որ դրա կեսից շատն է անցնելու Արեգը, հետևաբար կեսից քիչ հատված է մնալու եւ այդ կեսից քիչի ինչ որ մասն է անցնելու կրկին Արեգը, ուստի հաստատ շատ ավելի քիչ անցնելու, քան դրա նախորդ օրը։ Հետևաբար 5-րդ օրը ավելի շատ է անցել, քան 6-րդ, ավելի շատ, քան 7-րդ, 8-րդ, այնուհետև 9-րդ եւ 10-րդ օրերը, այսինքն այս անհավասարումը ունենք։ Դա հասկանալուց հետո, այս միտքը հասկանալուց հետո վերադառնում ենք այս առաջին 5 օրերի անցած ճանապարհները համեմատելու։ Դե համեմատել ինչպես կարող ենք անել, իհարկե ընդհանուր հայտարարի բերելով։ Իսկ դա ինչպես ենք անում, որոշակի կրճատումներ ենք անում ու հայտարարներ ենք դիտարկում։ Դա այստեղ տրամաբանական է, ուղղակի բոլոր զրոները կրճատել ու հնարավորինս փոքր հայտարարով բան ստանալ։ Իրականում այստեղ կարող ենք նույնիսկ այս զրոն կրճատել ու մնացածի վրա այդքան գործ չանեինք։ Ահա այսպես կարող ենք անել։ Եվ ուղղակի կրկին համեմատել։ Ինքն իմաստը ինչն էր, կատարել հնարավորինս շատ կրճատում եւ նույնիսկ ավել պետք չէր։ Այսինքն հենց զրոների քանակով եթե կրճատեինք, մնացած ամեն ինչ ստացվելու էր ու բերել ընդհանուր հայտարարի։ Ու մեր բախտն էլ բերել էր, որ ընդհանուր հայտարարը ինչ որ կամ 100,000-ն էր կամ 10,000-ն էր ստացվում, հետեւաբար մեզ մոտ շատ ավելի հեշտ էր կառավարել համարիչի արժեք։ Ուղղակի վերևում զրոներ էինք ավելացնում ու այդպես համեմատում իրար հետ։ Բերելով բոլորը ընդհանուր հայտարարի եւ հասկանալով, որ դրանք ուղղակի մասեր են ինչ-որ, որոնք բազմապատկված են x-ով, սկսեցինք համեմատել ըստ համարիչների, այսինքն այս x-ը նույնն է, հայտարարը նույնն է, որի համարիչը մեծ է, դա էլ ավելի մեծ թիվ է։ Ու համարիչները իրար հետ համեմատելով հասկացանք, որ առաջին օրը ավելի քիչ է անցել, քան երկրորդ օրը, երկրորդ օրը ավելի քիչ, քան երրորդ օրը, բայց երրորդ օրը ավելի շատ է, քան չորրորդ, 5-րդ եւ այդպես շարունակ։ Հետեւաբար ամենաշատ ճանապարհը Արեգը անցել է երրորդ օրը։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։